տան նման է հիմարի իմաստությունը, տխմար մարդու գիտությունը անմիտ խոսք է։ Ավերված տան նման է հիմարի իմաստությունը, տխմար մարդու գիտությունը անմիտ խոսք է։ Եվ ինչ է շարունակում, կամ ինչ է նախորդում այս հատվածին։ Տգետի սիրտը, ուրիշ թարգմանությունների մեջ ասում է տգետի փորը, տգետի սիրտը նման է ծակոտկեն ամանի, այնտեղ ոչ մի գիտելիք չի մնա։ Տգետի սիրտը, ինչպես ասացի, այլ թարգմանություններում տգետի փորը նման է ծակոտկեն ամանի։ Այս պարագային, այս չարիքի պարագային փորը ավելի շատ է սազում կամ վայելում, որպես ուղղակի նկարագրություն, քան սիրտը։ Նման է ծակոտկեն ամանի, որտեղ ոչ մի գիտելիք չի մնա։ Չկար արդեն, որ մնար, բայց այդուհանդերձ եւս չի մնա։ Եվ ավիրված տան նման է հիմարի իմաստությունը, եւ տխմար մարդու գիտությունը անմիտ խոսք է։ Տխմար մարդու գիտությունը անմիտ խոսք է։ Ժողովրդային բառ բանով ասած, սա էլ թեմա չէ, բայց այդուհանդերձ մեր կյանքում կա, արկա է։ Ժողովրդային բառ բանով ասած, մարդ ու կնիկ իրենց տգիտությամբ, ընդունելով տգիտությունը, ընդ որում վերջերս տեսակ նաև Վանո Սիրադեղյանի խոսքը աղավաղված վերագրելով Հրանտ Մաթևոսյանին։ Մարդիկ մեզ կրթում են կամ ցանկանում են կրթել մարդկանց իրենց տգիտությամբ, իրենց, ինչպես ասում է, սրտում գիտելիք, ծակոտկեն սրտում գիտելիք չմնացած լինելով, ինչ են փորձում անել խորքում։ Քանի որ գող եւ այդ գանձանակի վրա են կարգված կամ հայտնվել են այդ գանձանակի վրա, իրենց միակ ձգտումը, ցանկությունը այդ շղարշի ճանապարհով իրենց չարիքի իշխանությունը շարունակելն է։ Ուրիշ ձգտում չունեն, փողի իշխանություն ունենալն է։ Մարդկանց վրա, մարդկանց կյանքերի վրա որոշակի իմաստով լծակներ եւ ազդեցություն ունենալն է, այլ ձգտում գոյություն չունի։ Ոչ աշխարհի հետ հարաբերության մեջ, աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների, ուժերի, բևեռների եւ այլոց հետ, որտեղ ոչ մի բանի տեղ չեն դնում այլևս, միայն պահանջ ունեն, հասկանալով, թե ինչպիսի խամաճիկի հետ են գործում, եւ թե ներքին կյանքում, սպառված լինելով, բոլոր իմաստով սպառված լինելով, փորձում են համացանցային կամ ոչ, այս պատկերներով շատ հաճախ, ինչպես մեզ տեղեկություններն հասնում են, մարդկանց ստիպելով տանել իրենց տգիտության, քարոզչության ներկա գտնվելուն եւ այդ ներկայության ճանապարհով փորձել ցույց տալ, թե որքան ընդունելի են իրենք, որքան ընդունված են, որքան ճիշտ եւ տեղին է իրենց գործողությունը, այսպես ասեմ։ Ցանկալի կլիներ այդ նորաձև կրթվելու դասախոսություններից մեկը հրապարակվեր ուղղակի հրապարակվեր, ուղղակի ամբողջությամբ ներկայացվեր եւ դուք ինքներդ համոզվեք, սիրելի ժողովուրդ, որ այս տգիտության շքերթը, որի ինքնախոստովանությունը կատարել է չարիքը, ինչպիսին է իր բոլոր դրսևորումները։ Դրանից մի փոքրիկ դրվագը հայտնվեց եւ արդեն հասկացաք ինչ է։ Մնացածի մասին էլ չեմ խոսում։ Եվ այո, երբ երկրի կառավարիչը, ղեկավարը տգետ է, ինչպես ասում է Սուրբ Գիրքը,
կորստյանը մատնում ամբողջ ժողովրդին։ Ամբողջ ժողովրդին։ Եվ վերջապես այս 7 տարվա ամբողջ բերած արավիրքի գագաթին ակամա, առանց նույնիսկ անդրադառնալու, բնականաբար, առանց նույնիսկ հասկանալու, ի վերջո խոստովանեց խոստովանումը, որ ինքը տգետ է եւ ինքը պատճառն է բոլոր իմաստով աղետների, արավիրքների, որ բերել է մեր ժողովրդի գլխին, ավելի մեծ վկայություն ինչպես կարող են գտնել, ավելի մեծ ինքնախոստովանություն որտեղ կարող են գտնել։ Եվ սա մարդկայնորեն չենք ասում, վերցնում ենք իր խոսքը եւ տեսնում ենք, թե ինչպես է այն դրսևորված սուրբ գրքում։ Ոչ մի անձնական մեկնաբանություն չկա այնտեղ, բացարձակ, այլ ամբողջությամբ ճշմարտության արտահայտությունը, ոչ մեր միջամտությամբ, ոչ մեր ցանկալի մեկնաբանությամբ, այլ ուղիղ համեմատականով։ Եվ դուք տեսնում եք դա, որ սա որևէ մեկի կողմից ասված կամ մեկնաբանված կամ որևէ կերպով պարզապես ընդդիմանալու ցանկություն, այլ ուղղակի մի պահ վերցրեք չեզոք աչքով այդ խոսքը, չեզոք աչքով վերցրեք սուրբ գրքի պատգամը եւ համադրեք։ Եվ հասկացեք եւ պատկերացրեք, թե ինչ իրավիճակում են գտնվում։ Այդ ստի եւ կեղծիքի դեմ հանդիման այն ճշմարտությունը, որ փոխանցում է մեզ Աստծո խոսքը։ Մեր կյանքի հետ կապ ունի, թե չունի, բնականաբար ունի։ Եվ մենք պարզապես, ինչպես խոսքի սկզբում ասացի, մենք պարզապես այլ ճանապարհ չունենք, քան առաջնորդվելու աստվածային խոսքով, որպես հիմք, մտածում մեր բոլոր գործողությունների։ Բոլոր, անկախ նրանից, թե ինչ մակարդակով եւ ինչ կերպով կընկալվի դա։ Այդ սկզբունքը չպետք է փոխվի մեր կյանքում եւ չի փոխվելու, եւ մեր պայքարի սկզբունքն էլ դա է։ Եվ դա անփոփոխելի է, չի փոխվելու դա, անկախ այն բոլոր գայթակղություններից, որ կարող են պատահել մեզ առաջարկների տեսքով, պահանջների տեսքով, երբեմն կարող է շատ հաճախ քննադատությունների տեսքով եւ այլն։ Եվ մենք ուղղակիորեն անընդհատ կրկնելու ենք, անընդհատ հիշեցնելու ենք, որ մեր ճանապարհորդությունը, մեր այս սրբազան պայքարի ճանապարհորդությունը, մեր այս սրբազան շարժումը, որքան էլ փորձեն կամ ցանկանան բարի կամ չար տրամադրությամբ նկատել որպես հերթական, տապալված եւ ինչ կուզեք անունը դրեք մի երևույթ, ասեմ ձեզ, որ դուք ճշմարտության մասին ոչինչ չգիտեք, որովհետև ոչ հրապարակում եք, ոչ մարդկանց կյանքի մեջ եք, ոչ զգում եք մարդկանց երակը, ոչ զգում եք սրտի բաբախը, ոչ ծանոթ եք մարդկանց ապրումներին, մտածումներին, ոչ այն ներքին ամբողջ տառապանքն ու ցավերը, որոնք կրում են մարդիկ, ոչ այն ձգտումները, որոնց մեջ ապրում են մարդիկ եւ ցանկանում են, ինչպես ասացի, հրաժարվել այս ճահիճից, չգիտեք ուղղակի, չեք ճանաչում մեր ժողովրդին, բառից բուն իմաստով չեք ճանաչում, դուք ճանաչում եք ձեր շրջապատը, ձեր շրջակայքը, ձեր մեծ ու փոքր քաղաքական թիմերը, ձեր այսպես օազիսներ սարքած, ինքներդ ձեզ համար օազիս, ոչ օազիս, այդ միջավայրերը փոքրիկ ճղճիմ, այնտեղ մեծ երևալու ձգտումով, սակայն չեք ճանաչում ոչ մեր ժողովրդին, ոչ նրա ապրումները, ոչ նրա ձգտումները, ոչ նրա իրական հոգսերն ու կարիքները եւ ոչ էլ նրա հաղթանակի կամքը։ Ես ճանաչում եմ։ Այո, տարիներով ապրել ենք դրա մեջ։ 30 եւ ավելի տարի։ Ամենօրյա զգացողությամբ այսօր էլ վաղն էլ, որովհետև դա մեր կյանքն է եւ մեր կյանքի սկզբունքն է, որովհետև դա բխում է այս
իմաստության գրքից, Աստվածաշունչ Մատյանից, որովհետև դա բխում է մեր եկեղեցու իմաստությունից ու կյանքից, որովհետև դա բխում է պարզապես այն ծանոթությունից, ճանաչողությունից, որ մենք ակունքով ենք ճանաչել մեր ժողովրդին եւ ճանաչում, անկախ նրանից, թե ինչ վերագրումներ կտրվեն, այդուհանդերձ ես այո հաստատ ասում եմ, հաստատակամ, որ այս ժողովուրդը անցել է ծաղկազարդի ճանապարհով, անցնում է այսօր խաչելության ու տառապանքի ճանապարհով, բայց իր տեսիլքը, երազը, հայացքը ուղղված է հարության հաղթանակին։ Մենք միասին ենք գործելու։ Ինչպես դուք շատ հաճախ ասել եք, սիրելի ժողովուրդ, մեծ իմաստով, անընդհատ ասել եք, եւ մինչեւ այսօր ասում եք, մեզ մենակ չթողնեք։ Մենք ձեզ մենակ, մենք ձեզ մենակ թողնելու ոչ ցանկություն եւ ոչ էլ որևէ կերպով դրսևորում ունենք։ Մեր միակ փափագը, նպատակը, ցանկությունը ձեզ հաղթանակ շնորհելն է եւ ձեզ հետ միասին հաղթանակ տոնելն է։ Խաչի ճանապարհով թող լինի եւ բայց երաշխավորված հարության հաղթանակով։ Մենք հաջորդ շաբաթ միգուցե չհանդիպենք, որովհետև ավագ շաբաթն է, Սուրբ Հարության ճրագալույցն է, եւ բայց կփորձենք ամեն իմաստով գտնել այդ ժամը եւ ձեզ հետ հանդիպել եւ ձեզ հետ միասին տոնախմբել, խոսել, փառաբանել հարության հաղթանակի խորհուրդը, Սուրբ Զատիկը։ Աստված օրհնի բոլորիդ, նորից ու վերստին կամք եմ մաղթում, եռանդ եմ մաղթում, արդարության զգացումը թող չբացակայի երբեք, որևէ կերպով հույսի թեկուզ ամենափոքր նշույլը որևէ կերպով չխամրի, ձեր հավատքը ամուր բռնեք, ամուր պահեք, զորացրեք ձեր բազուկները, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, ամրացրեք ձեր ոտքերը, հագեք Աստծո սպառազինությունը եւ այդ սպառազինությունը Աստծո, թե պաշտպանության համար, թե ազատագրության համար, թող տանի մեզ եւ կտանի մեզ եւ տանում է մեզ դեպի հաղթանակի լույսը, որը բոլորից սրտի եւ մտքի ցանկությունն է եւ այն լինելու է մշտապես մեր մտածումների առանցքը մինչև մեր վերջնարդյունքի հասնելը։ Աստված օրհնի բոլորիդ։